Երկու ամիս է անցել Արամուսում 4 ժամվա մեջ 4 քաղաքացիների սպանելու դեպքից, սակայն ինչպես նկատում ենք, Արամուսում կրքերը չեն հանդարտվել։ Իրավապահ համակարգը հսկողություն է իրականացնում, իսկ գյուղի բնակիչները եւ սպանվածների հարազատները ոտքի են կանգնել։ Մեկ օրվա մեջ 4 կյանք է զրկվում, ինչով են զբաղված իրավապահ մարմինները։ Հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղի դաշտում հարևանի ձեռքով սպանվեցին Արմենուհի եւ Գևորգ Ղազարյանները։ 61-ամյա Թադևոս Հովակիմյանը ամուսինների սպանելուց հետո իր հանցավոր գործողությունները չէր դադարեցրել։ Մինչ իրավապահ համակարգը դեպքի վարում գործողություններ էր իրականացնում ու փորձում էր հասկանալ, թե ինչ է եղել ենթադրյալ հանցագործը, նույն օրը Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին կրակոցներ էր արձակել Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում հաշվառված 46-ամյա Վահե Մարտիրոսյանի եւ Երևանում հաշվառված 44-ամյա Մարինե Հայրապետյանի ուղղությամբ։ Վերջիններս տեղում մահացել էին։ 4 սպանություն մեկ օրում։ Համայնքում չեն պատրաստվում լռել, քանի որ Կոտայքում հոկտեմբերի 12-ին 4 մարդու կյանք խլած տղամարդը, որն արդեն 15 տարի որ սպորտ միության անդամ է եւ վերջին տարիներին որ սոցիալական հրացան է ունեցել, անմեղսունակ է ճանաչվել եւ կարող է խուսափել պատասխանատվությունից։ Այսօր մեծ զրույցում բարձրաձայնում էին սպանվածների հարազատները։ Արմրու լրատվականը դեպքի վայրում է։ Հենց ձեր եղբայրը ձեզ պատմած կներ Թադևոսի հետ ինչ խնդիր կար։ Ինքը Թադևոսի հետ ոչ մի խնդիր չունեցել, 10 տարի առաջ իր լկտիության համար վիճաբանություն գնացել, վերջ, էդ այլ է։ Ուրիշ ոչ մի բան, ոչ մի անգամ ոչ չէին բարևում իրան։ Չէ, ինքը մորփահող տղա է։ Իրանը որ հիմա տրել է գժի տեղ, ինքը գիժ չի։ Ինքը ամեն ինչ կարող անի, հետո գժի թուղթ անի, ինքն չէր գիժ։ Գիժեր ավտո էր վարում, գիժեր տաքսի ակշում, գիժեր որ շորդական հրացանավերս է, ամեն ինչի մեջ մտելել է, Արամուսի բոլոր տվյալները հասցրել է որևէ միտեղ, ամբողջ ժողովուրդը թոկանգեն ասեն, իրանք բոլոր ում տունը ով է քնում, երբ պիտի զարթնեն, ինչ պիտի ուտեն, ինքը լավ գիտեր, բոլորը հասում էր որպես որտեղ որ պետք գնա։ Ինքը գիժ չի, ինքը իրան դրել է գժի տեղ։ Մենք ձեզանից խնդրում ենք, օրենքին խնդրում ենք, ճիշտ դատավարություն անել, ինքը պետք է ճաղերի հետևում մնա։ Իրանը իրավունք չունի ապրելու, նախ մահի համար պետք է երանի տա, որ մեռնի, եւ պիտի մահը գա իրանը որ տանի։ Այդպես տանջվելով պիտի գնա ինքը, ցավը տանեմ, ճիշտ հասկանում եք մեզի դուք։ Ինքը գիժ չի, ինքը իրանը դրել է գժի տեղ։ Իսկ այս ընթացքում, այս 2 ամիսների ընթացքում, այսօր 2 ամիսն էլ էր անում։ Իրավապահ մարմինները եկել են, ընտանիքի անդամներին հարցակներ են թեւում։ Ոչ մեկին իր 3 աղջիկներն այստեղ են ելել, մեկը Սոչիայել է, մեկը Մոսկվայում այլ է։ Ոչ մեզ կանչել են, ոչ քույրիկներին են կանչել, որ իր աղջիկներին, ոչ հարազատներին, ոչ հորոխբոր տղերքին, ոչ մեկին չեն կանչել հարցակնության մեջ։ Ոչ մեկին։ Իրանք քննություն արել են ու իրանը հանել են գիժ, տաղել են գժանով։ Կամերաները դներ իր տան վրան ու ուղղեր մեր տան վրան, հա? Գիժը կարում էր այդքան ուղեղն աշխատում էր գժի։ Գժի տունը այսպեսին ալի։ Գժի տունը ծաղիկները չի չորանում, ինչե։ Ինչի չի չորանում այդ ծաղիկները։ Մի օր մեր ծաղիկը չենք ջրում, թառամում է։ Որ սերունի չի թառամում առաջ ջրելու։ 2 ամիս։ Ձեր տունը ծաղիկ չկա։ Ասում են չկա։ Ձեր բարեկներն աշխատում են այդտեղ, բարեկները։ Ասում են տունը մարդ չկա, մենք հսկում ենք։ Ինչն եք հսկում։ Ասա չջրի այդ։ Այդքան ժամանակ մեզնից սխալ բան տեսել եք որ հսկում եք։ Ինչի համար եք հսկում, ինչն եք հսկում։ Ոչ մի բան էլ չկա, ցավը տանեմ։ Մենք ոչ ստեղ մտել ենք, ոչ ուրիշ բաներ ենք արել։ Հանգիստ նստել ենք, տենանք օրենքը ինչ պիտի անի։ Օրենքն էլ իրան այս ձևով արեց, տարավ գժանոց, այդքան բան։ Մեզի ոչ մեկին չի հարցրել։ Ոչ, ասում եմ, մենք ունենք հորոխբոր տղեր, մենք ունենք քերիներ ունի, կինը, աղբերներ ունի, մենք ունենք հորքուներ ունենք, հորքուրի տղեր, ոչ մեկին, ոչ քննության են կանչել, ոչ մի բան։ Իրանք քննել են ու վերցրել են, հազել են գիժա, տալ են գժանոց։ Խետես գիժա, դες գիժ չի լինում։ Գժին թույլ են տալիս տաքսի վարի։ Որ ուղևորին էլ սպառնա մեքենայի մեջը 1001 եկել են, ես հիմա չեմ կարող ասեմ ով, որ դուք ինձ ասեք ասա ով, չեմ կարող ասեմ։ Ես տեղեկություններ ունեմ, որ անգամ զենքով դպրոց է մտել։ Այո, մտել է, հարցրեք երեխաներին, կլինեն ըստև ինչ-որ մի երեխա, անցած տարի։ Եվ ինչ հետևանք է ունեցել։ Չգիտեմ, երեխեքին հարցրեք, ես այս համայնքի բնակիչ չեմ, ես կողքի գյուղ եմ, հա։ Դիմեք։ Ընթացք ունեցել է, թե չի ունեցել, դա եմ։ Չէ, չի ունեցել, որ ունեցած լիներ, մի օր մի երեխա կասեր, որ իրանը բան են արել։ Որպես գյուղացի չեմ բողոքել, թե վախեցել են։ Գորգով վախեցել են, որովհետև ինքը շատ կապեր ունի տարբեր տեղեր։ Կոնկրետ։ Չեմ, այ հենց այդ կոնկրետից եմ վախենում, որ դու ինձ կոնկրետ ես հարց տալի։ Ես կոնկրետ չգիտեմ։ Կապում է։